Արդեն մի քանի օր է, ինչ շոու բիզնեսի դաշտում նոր թրենդ է դարձել հայտնի 6 տարբերակով երգող ռաբիս երգիչ Վարդան Եղիազարյանի Վարդանիկի մոտ գնալը եւ հանգանակություն անելը, որ առողջանա։ $1000 ախպերս տերը օրհնի։ Վարդան ջան, $500 տալիս եմ քեզ, էսի մի հետևող եկող։ Իսկ ինչ էր կատարվել։ Ով է ռաբիս երգիչ Վարդանիկը, նա ռաբիս երգերի շուկայում պահանջված է եւ ունի մեծաթիվ դիտումներ, բայց շոու բիզնեսում աշխատած գումարները նրան չէին բավարարում։ 2017 թվականի հունիսի 30-ին սա սուպերմարկետում Վարդան Եղիազարյանը դանակի սպառնալիքով դրամարկղից հափշտակել էր 600,000 դրամ։ Ձեները մատաղ կանեն հանգացնած ձենելա։ Ուշացնում եմ մատաղ կանեն, ձերդ քաշ արա, բայց համ։ Ձերդ քաշ ես, ձերդ մեջ չէ։ 600,000 դրամը վերցնելով Վարդան Եղիազարյանը դիմել էր փախուստի, անհասկանալի հանգամանքներում հայտնվել Ռուսաստանի Դաշնությունում։ Մոտ 4 ամիս անց Ռուսաստանի Դաշնությունում 34-ամյա Վարդան Եղիազարյանը ձերբակալվել էր ու տեղափոխվել Հայաստան, Կալանքի։ Թե ինչ է եղել նրա հետ կալանավայրում դժվար է ասել, բայց փաստ է, որ նա խիստ վատառողջ չէ, մարմնի կեսը նորմալ չի գործում։ Աչանը չեմ զգում, չեմ զգում հապել։ Աչանը չեմ զգում։ Բերանով սրբերալ ու պատմում եմ։ Դրա համար էլ իր գործընկերները սկսել են գումար հավաքել բուժելու համար։ Ճակատագրի հեգնանքով երգիչ Վարդան Եղիազարյանին այցելել է նաև Կարեն Հակոբյան անունով երգիչը, որը եւս 2012-ին մարդասպանության համար կալանավորվել էր։ Ազելուց հետո ինձ ասի դե արի իսկոն քեզ հեսա էլի հայհոյանքով տեսին չեմ կրակեցի իրար ոտքերին։ Կարեն Հակոբյանը եւս ռաբիսի աշխարհում հայտնի եւ պահանջված է։ Սակայն կալանքից հետո երկար ժամանակ չկար բեմում, չէր երգում ու տպավորություն էր, որ նրա առողջությունն էլ կալանավայրում տուժել է։ Այսպիսով ինչ է կատարվում հայ հայտնի երգիչների հետ, ովքեր այս կամ այն պատճառով հայտնվում են կալանավայրում։ Նրանք ժամանակավորապես կորցնում են ոչ միայն իրենց երգելու կարողությունը, այլև ֆիզիկապես ավելի տկար դառնում։ Սա առեղծված է, որի մասին գուցե մի օր կպատմեն հենց իրենք երգիչները։